Ողջունում եմ ձեզ սիրելիներ եւ Աստծո օրհնություն եմ հայցում ձեր համար։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից հետո միջև հոգեգալուստ յուրաքանչյուր կիրակի իր անվանումը ունի եւ յուրաքանչյուր կիրակի իր խորհուրդ ունի։ Այս կիրակիները իրենց խորհուրդներով մեզ օգնում են զորանալ մեր հավատքի մեջ եւ հարության խորհուրդը ավելի հստակ ու զորեղ կերպով ընկալելու, հասկանալու եւ հարության խորհրդով կարողանանք շարունակել մեր կյանքը ապրել որպես ճշմարիտ քրիստոնյա, հետևելով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ինչպես որ մեր Տերը հաղթեց մահին, հարություն առավ, այնպես էլ մենք հարկ է որ հաղթենք կյանքի մեջ ունեցած բոլոր դժվարություններին, փորձությունին եւ մեղքին եւ կարողանանք հարություն առնել այդ մեղքերի մեջից, իրականության մեջից եւ հարություն առած վեր կանգնենք այդ ամեն ինչից եւ Քրիստոսի նման մենք էլ հայտարարենք, թե հաղթեցինք աշխարհին։ Այս կիրակի մեր եկեղեցու տոնացույցի մեջ ամրագրված է որպես կարմիր կիրակի։ Կիրակին կարմիր է կոչվում, որովհետև ինչպես եկեղեցու հայրերն են ասում, մեր եկեղեցին ոռոգվում ու ծաղկում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արյամբ։ Քրիստոս իր անմեղ արյունը հեղեց խաչի վրա եւ խաչը դարձավ մեր փրկության խորհրդանիշը։ Խաչին ապավինած է մենք ապրում ենք մեր կյանքը եւ խաչը իրապես զորացնում է մեզ, որովհետեւ այս կյանքի մեջ, իրականության մեջ մենք կարող ենք տեսնել բազում փորձություններ, դժվարություններ, բայց երբ մեր հավատքով հասնում ենք այն գիտակցությանը, որ Քրիստոս հաղթեց մահին, հարություն առավ, մենք եւս այս իրականության մեջ տեսնում ենք, որ մենք էլ կարող ենք հաղթել այս ամեն տեսակ փորձություններին եւ վեր կանգնել։ Ուրեմն հարությունը մեզ կամ հարության խորհուրդը մեզ զորացնում է, որպեսզի մենք ոչ միայն այս կյանքի մեջ հաղթարենք դժվարությունները, փորձությունները, այլ նաև հարության խորհրդով կարողանանք ապրել մեր կյանքը այն գիտակցությամբ, այն վստահությամբ, որ Քրիստոս իր հարությամբ մեզ կյանք է պարգևել եւ առավել եւս հավիտենական կյանք է պարգևել։ Կարմիր է կոչվում կիրակին նաև այն պատճառով, որ մեր եկեղեցու սուրբ նահատակները դարձյալ իրենց անմեղ արյուն են հեղել հանուն իրենց հավատքի։ Եվ օրվա կիրակին նաև օրվա ընթացքում կատարվող բոլոր արարողությունները մի տեսակ հավիտենական կյանքի գրավական են ներշնչում մեր եկեղեցու հավատավոր զավակներին։ Սիրելիներ, մենք գիտենք նաև, որ այս օրերին մեր հայրենիքի սահմանները վտանգված վիճակի մեջ են, քանի որ թշնամին փորձում է խաթարել այն անդորրը, որ մեր սիրելի զավակները ձեռք են բերել իրենց արյան գնով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես մեր զինվորները իրենց հավատքով, իրենց նվիրումով պայքարում են, որպեսզի պահպանեն մեր հայրենիքը։ Եվ աղոթում ենք մեր երկնավոր Տիրոջը, որ Տերը անսասան պահի մեր զինվորի կամքը, հավատքը, որպեսզի նրանք խաղաղությամբ կարողանան պաշտպանել մեր հայրենիքի սահմանները։ Եվ մենք մշտապես մեր աղոթքներով մեր զինվորի հետ ենք։ Եվ սիրելի զինվորներ, Տիրոջ օրհնությունը թող լինի ձեր հետ։ Ձեզ ուժ կարողություն ենք մաղթում եւ վստահ եղեք, որ այդ սուրբ գործին, որին դուք ինքներդ եք ստանձնել, կարևոր մի առաքելություն է եւ պատասխանատվություն է, որ դուք պահպանում եք մեր երկրի սահմանները եւ Տիրոջ օրհնությունը թող լինի նաեւ բոլոր այն զինվորներին, ովքեր իրենց արյունը դապեցին մեր հայրենիքի պահպանման սուրբ գործին։ Թող Աստված նրանց շուտապույտ առողջություն պարգևի եւ Տիրոջ օրհնությունը թող մեր բոլորի կյանքից ներս լինի, որպեսզի մենք կարողանանք Հիսուս Քրիստոսի բերած սուրբ հավատքով գոտեպնդվենք մեր կյանքի մեջ եւ խաղաղությամբ ընթանանք եւ արարենք ու ստեղծենք միայն բարին ու գեղեցիկը եւ վերջապես յուրաքանչյուրս գոհություն եւ փառք հայտնենք մեր երկնավոր Տիրոջը, Աստծո սերն ու ներկայություն ունենալով մեր կյանքի մեջ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։